Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, մինչ այս Ռուսաստանի Դաշնության կողմից ամենատարբեր պաշտոնյաների կողմից գիտեք հայտնի պահանջներ Հայաստանին, որ կողմնորոշվեք կամ ԵԱՏՄ կամ ԵՄ, վարչապետը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ անդամագրվելու պաշտոնական դիմումներ կայացնելու գործընթացը, ականջալուր լինելով նաեւ ԵԱՏՄ գործընկերներին եւ երեկվանից չեն դադարում այսպես ասած, ինչ որ իմաստով ագրեսիվ հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության տարբեր պաշտոնյաների կողմից Մեդվեդևին ուղիղ մեջ բերել պետք չէ, որովհետև կոռեկտությունից դուրս հայտարարություններ է արել եւ նաեւ Վոլոդինն է ասում, որ Հայաստանը անկեղծ չէ, մի կողմից ձգտում է գնալ Եվրամիություն, մյուս կողմից օգտվում է, ինչպես իրենք են սիրում ասել, ԵԱՏՄ բարիքներից։ Հիմա նպատակը ո՞րն է, պարբերաբար սեղմել Հայաստանի ոտքը փոխաբերական իմաստով ասել, ինչի են ուզում հասնել։ Նախ ասեմ, որ վարչապետի այդ հայտարարությունից անմիջապես հետո ես համացանցում ստատուս դրեցի ու շարժ գրեցի ընտիր։ Այս հույս ներշնչում, որ 2026 թվականը կարող է մեր համար դառնալ շրջադարձային, Հայաստան պետության համար կարող է դառնալ շրջադարձային եւ Հայաստանը ազատվի կախվածությունից, ազատվի եւ ձեռք բերի ավելի լայն ինքնիշխանություն։ Ընդհանուր առմամբ վարչապետն էլ խոստովանեց, որ Հայաստանի հետ կապված խնդիրները եւ ես վաղուց է որ այդ թեմայով խոսում եմ, որ Հայաստանի հետ կապված խնդիրները ավելի շատ ինքնիշխանության, Հայաստանի ինքնիշխանության դաշտում է։ Իսկապես Հայաստանը փոքր, շատ զգուշավոր քայլերով փորձում է ինքնիշխանություն հաստատել։ Ես նախ համապետական ընտրությունների քարոզարշավի ժամանակ բոլոր բակերում առանց բացառությամբ ասել եմ, որ Հայաստանը զգուշավոր ու փոքր քայլերով փորձում է հասնել իր ինքնիշխանության եւ կան քաղաքական կուսակցություններ, որոնք կշռաքարի նման կախվել են Հայաստանի ինքնիշխանության ոտքերից ու փորձում են Հայաստանին հետ տանել եւ այդ քաղաքական ուժերը ուղղորդվում են դրսից, ուղղորդվում են մի երկրից։ Այս ինքնիշխանության համատեքստում Ռուսաստանը պայքարում էր մեր դեմ։ Հայաստանի ինքնիշխանությանը դեմ չի տարածաշրջանի որևէ երկիր։ Օրինակ Թուրքիան, Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխանության մեջ նաև առավելություն են տեսնում իրենց ազդեցությունը մեծացնելու առումով։ Իրանը ընդհանրապես կողմ է, որ Հայաստանը ինքնիշխան լինի եւ ասում է լավ կլինի, որ սահմանապահներն էլ Իրան-Հայաստան սահմանին կանգնեն հայերը, ոչ թե ռուսները։ Հայաստանի ինքնիշխանությանը դեմ է Ռուսաստանը, դեմ է այն երկիրը, որից Հայաստանը ինչ որ չափով ուզում է տարանջատվել, մնալով իհարկե բարեկամ, պահելով իհարկե քաղաքական հարաբերություններ այդ երկրի հետ պետության հետ, բայց ուզում է նման կախվածություն չունենալ։ Ու քանի որ Ռուսաստանից է ուզում իր կախվածությունը Հայաստանն անջատել, Ռուսաստանն էլ պայքարում է Հայաստանի ինքնիշխանության դեմ, հետևաբար Հայաստանի շուրջ տեղի ունեցող թե ընտրությունները, թե հայտարարությունները ամբողջությամբ այդ համատեքստում են։ Կարող եմ բերել օրինակ, որ 1999 թվականին ընտրություններից հետո Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը էլի քայլեր արեցին դեպի Հայաստանի ինքնիշխանություն, դեպի աշխարհի հետ հավասարաշփվելու, իհարկե Ռուսաստանի հետ հարաբերությունները բարի դրացիականով պահելու համատեքստում։ Բայց այդ խնդիրը լուծվեց հոկտեմբերի 27-ով, լուծվեց ահաբեկչությամբ, տերորիստական ակտով եւ արդյունքում էլ հայտարարվեց, որ դրանք ռոմանտիկներ էին հենց ներսում կամ Ուչասկովի գործ է ու փորձեցին հնարավորինս կոծկել մեղադրանքը կամ որպեսզի պատվերատուների մասը ուղղվածությունը չհասնի մինչև Ռուսաստան։ Հիմա էլ Հայաստանը փորձում է քայլ առ քայլ իր ինքնիշխանությունը մեծացնել, նաև Ռուսաստանի հետ ամեն ինչ անելով, որ Ռուսաստանի հետ պահի բարիդրացիական հարաբերություններ։ Բայց Ռուսաստանը կողք դիրքորոշում է վերցրել, Ռուսաստանի Դաշնության նախագահ հայտարարել է ներքին
իրենց ժողովներում, որ Հայաստանը 1 ամիս ժամանակ ունի մինչև սեպտեմբերը, ինչու եմ դա ասում, որովհետև Պետդումայի փոխխոսնակը, որը տվյալ նիստին ներկա է եղել անմիջապես հետո հարցազրույց է տալիս եւ ասում է Հայաստանը ընդհանրապես 1 ամիս ժամանակ ունի մինչև սեպտեմբեր, իսկ Ռուսաստանում այդպիսի բաները պատահական կամ առանց իմանալու, առանց թույլատրության չեն ասում ու չեն բարձրաձայնում։ Իսկ 1 ամիս ժամանակ ինչի համար, պարոն Սարգսյան։ Կողմնորոշվելու, ինքը մնում է ԵԱՏՄ-ում, թե գնում է ԵՄ եւ ստացվում է կողմնորոշվել է։ Հայաստանը այլ տարբերակ ուղղակիորեն չունի։ Հրաժարվել ԵՄ-ից ամբողջությամբ, հրաժարվել արևմուտքից, նշանակում է հրաժարվել եվրոպական դիտորդներից, հրաժարվել թրիպի բերած խաղաղությունից, հրաժարվել թրիպից դուրս ստորագրված երկկողմ համաձայնությունից, որի առաջին քայլերն արդեն բազմաթիվ ուղղություններով արվում է եւ որը Հայաստանի ապագայի լավատեսական հույս է ներշնչում։ Սրան միանշանակ Հայաստանի իշխանությունը չի կարող գնալ եւ չէր գնա ցանկացած իշխանություն, որտեղ մնալը մեզ ինչ է տալիս, որ այդքան ստիպում են մեզ դուրս գալ այդ կառույցից։ Գիտեք, ամբողջ խնդիրը նրանում է, որ ԵՄ-ին միանալու համար պետություններն իրենք են խնդրում եւ պարտավոր են բավականին բարդ չափանիշներ հաղթահարել, որպեսզի կարողանան այդ ընտանիքի անդամ դառնալ։ ԵԱՏՄ-ում մտալը պարտադրանքով է բոլորի համար եւ պարտադրում է այն երկիրը, ով հիմնական մաքսային շահույթն է ստանում, որը ԵԱՏՄ անդամ երկրներին վերաբերվում է որպես գաղութի։ Ոչ անկախ պետության կցորդի է վերաբերվում եւ իրականում Հայաստանը իսկապես կցորդի կարգավիճակ ունի եւ այդ կարգավիճակից է որ Հայաստանն ուզում է ազատվել եւ խորհրդարանում այդ իրենց ընդդիմություն համարող ուժերը ամեն ինչ անում են իսկապես թենտրությունների ժամանակ, թենտրություններից հետո հիմա Հայաստանին կցորդի վերածելու խնդրում։ Եվ այս առումով իրենք օգտագործում են, չգիտեմ, լեգիտիմություն եւ այլն տերմինները, որոնք իրենց հետ բացարձակ կապ չունեն։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը սկսած իր առաջադրման օրվանից ամենավոշ լեգիտիմ իշխանությունն է, իր իշխանության ժամանակ բոլոր ընտրությունները կեղծվել են, նույնիսկ ժամանակին մի հոդված կար գրված, որում ամբողջությամբ մեկնաբանում էր, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության սահմանադրության բոլոր կետերը խախտել են, ներառյալ դրոշի մասին օրենքի կետը։ Այսինքն մարդը, որը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը իր իշխանության տարիներին վերաբերվել է այնպես, ինչպես ուզեցել է, որը ստեղծել է կուսակցություններ եւ ասել է, որ այդ կուսակցությունների ցուցակը Բարգավաճ Հայաստանի մասնավորապես ինքն է կազմել, ինքն է գրել, այդ մարդը այսօր ազգային ժողովում ինչ-որ լեգիտիմությունից, արդար ընտրություններից, ազատ ընտրություններից է խոսում։ Այն ժամանակ բռնաճնշումներից, այն դեպքում, որ ասենք 2003 թվականի ընտրություններում Արաբկիրում Միացյալ Նահանգների դեսպանի ներկայությամբ ընտրատուփն էին գողանում տանում ու ոչ մեկը որևէ բան ասել չէր կարողանում ու խնդիրներ էլ չէր կարողանում 2024 թվականի ապրիլի 12-ի ջարդը մոռացել է որ ասում է ընդդիմադիրներին այնպես քշեցի հասան մինչև օպերայի կալցևոյ ու վարտանում էր դրանով ով իրեն միակ տղամարդու սինդրոմի մեջ էր դրել եւ այդ համատեքստում ասում էր, որ ինքն է Հայաստանի ոյինը, միակ տղամարդը եւ դրանով արդարացնում էր այն ամենը, ինչ ինքը կարող է, որ դատական համակարգում, ասենք, ընդդիմադիր բոլոր ներկայացուցիչները ենթարկվում էին մշտական խուզարկությունների, բանտարկությունների, ցանկացած ընտրությունից առաջ ու հետո, որ ընդդիմադիր լինելով որևէ մեկը չէր կարող որևէ պետական կառույցում աշխատել։ Ներառյալ ուսուցիչներին գործից հանում էին։ Ու այսօր այս մարդիկ ազգային ժողով եկել են, խոսում են գիտեք ինչ լեգիտիմություն։ Այն մյուս թևը, որ ասենք ակնհայտ Ռուսաստանի Դաշնության նախագահ ուղիղ եթերում ասում է այս մարդուն գրանցեք, որ Ռուսաստանի գրեթե բոլոր այս Հայաստանին կից մարզերում մարզպետների ղեկավարությամբ կազմակերպում են խմբեր, որոնք հորդորում են այնտեղի հայերին գալ Հայաստան, քվեարկել ուժեղ Հայաստանի օգտին կամ Նիկոլ Փաշինյանին դեմ էական չի։ Նրանք էլ գալիս են ասում են քվեարկենք մի օր հետո հետ դառնանք, կարծես այդտեղ
պատմությունների մեջ չընկնենք, որ չգիտեմ Հայաստանի ժողովրդին համարել են ապրանք, գնահատել են այդ 100,000, 150,000 սվիտեր, շալվար, շուն, շանգյալ եւ այլը, այսօր լեգիտիմությունից ու արդար ընտրություններից են խոսում։ Այս մարդիկ ընդհանրապես այդ համատեքստում հանդես գալու ու խոսելու իրավունք չունեն, որովհետև իրենք իրենց գործունեությունը ծառայեցրել են Ռուսաստանի Դաշնությանը, հասկանալով ու առանց հասկանալու սեփական իշխանություն ունենալու գինը ավելի վեր դասելով, քան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Պարոն Սարգսյան, բայց հետաքրքիր է, դուք մատնանշում եք, հիշեցիք 1903 թվական, 1999-ից նախ սկսեցիք հոկտեմբեր 27-ից, 2003 թվական, 2008 թվական։ Տեսեք, նույն ընդդիմությանը լսելով իմ մոտ տպավորություն է, որ իսկապես ընդդիմությունը ապրում է զուգահեռ իրականությունում, ասեմ ինչ նկատի ունեմ, 3 տեղի ունեցածը մասնավորապես, երբ իրավապահները սկսեցին գործողություններ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի տանը եւ նրան պատկանող ամենատարբեր ընկերություններում, ընդդիմադիր նախ երկու ֆրակցիաները պնդեցին, որ դա քաղաքական հետապնդում է միանշանակ, Նիկոլ Փաշինյանը անձնական վրեժխնդրություն է լուծում, նաև նկատի ունեին Լևոն Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի, չասեմ բանավեճը, բայց բավականին տհաճ խոսակցությունը։ Հիմա հասկանանք ինչու է այս մարդկանց շոկի ենթարկել այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանի հետևից գնացել են իրավապահները։ Նախ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ խոստովանեց, որ նախկին իշխանություններին, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի մասով ամենաշատ տրվող հարցն է, որը տրվում է իրեն, եւ այն գործընթացները, ինչ 3 տեղի ունեցան, մի բան էլ ուշացած են։ Եվ ես սրա հետ միանշանակ համաձայն եմ։ Ես պիտի ավելացնեմ, որ այս թեման խոսվել է միշտ 2018 թվականի հեղափոխությունից հետո, եւ որ Ռոբերտ Քոչարյանը պիտի ձերբակալվի, այստեղ ես արգումենտներ չեմ էլ ուզում բերել։ Հայաստանի Հանրապետության մեծ մասը կես ժամով կթվարկի, թե ինչի համար պիտի Ռոբերտ Քոչարյանը դատապարտվի։ Ես թողնում եմ մի կողմ այն թալանացը, որ իսկապես ունեն իրենք, ասենք, ու այդ, չգիտեմ, երկու եղբայրների այդպես բիզնես ունակությունների արդյունք է։ Նման բիզնես ունակություններ դրսևորել այդ կարճ ժամանակում, երբ որ իսկապես գնում ես հյուսիս իրենցն է, Երևան քաղաքի գնում ես հարավելի իրենցն է, որ հյուրանոցին նայում ես իրենք կան, որ տարածքը նայում ես ինչ էժանգներով առել են, հետո ոնց վարձակալել են։ Այս ամենը թողնում եմ մի կողմ։ Ռոբերտ Քոչարյանը պիտի դատապարտվեր միանշանակ Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի տարածք բերելու եւ Մեղրի տարբերակը բանակցային թեմա դարձնելու առումով։ Ինչից Հայաստանի Հանրապետությունը առ այսօր չի ազատվել։ Ինչը պատճառ է դարձել հոկտեմբերի 27-ի, ինչը պատճառ է դարձել, հիմնական պատճառներից մեկն է դարձել 2020 թվականի պատերազմի։ Մեղրի տարբերակը բանակցային թեմա դարձնելը։ Դա բանակցային թեմա է դարձել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ բարձրացրել են, միանգամից կտրել է հարցը։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ինքը մտել է դրա մեջ։ Սրա համար Ռոբերտ Քոչարյանը միանշանակ առանց կասկածի, այս ամենամեծ վատությունն է, որ ինքը արել է, դրա համար ինքը միանշանակ պիտի դատապարտվեր։ Եվ նաև ռուսական մեդիա դաշտում առավոտից հետևում եմ, պարոն Սարգսյան, քիչ են խոսակցությունները, որ Ռոբերտ Քոչարյանը բավականին լավ հարաբերություններ ունեցել է եւ ունի Վլադիմիր Պուտինի հետ, եւ այս կերպ Նիկոլ Փաշինյանը նաև ինչ որ ակնարկներ է անում Վլադիմիր Պուտինին, ասում են ձերբակալել է նրա ընկերոջը, նման գլխագրեր եմ անգամ հանդիպում։ Ինչի մասին են խոսակցությունները, արդյոք Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը կարող է որևէ կերպ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տեղից էլ սրված հարաբերությունները սրել։ Ընդհանրապես պիտի ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հանրային պահանջարկ ունի։ Հանրային պահանջարկ ուներ նախ անարդարությունների մասով, իր ժամանակում տեղի ունեցած ընտրությունների կեղծիքների մասով, ապրիլի 12-ի, մարտի 1-ի 10 զոհերի մասով, ավելին ասեմ Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ վերջին վատությունը այս երկաթգիծը իր պաշտոնավարումից մի ամիս առաջ կոնսեսիոն համաձայնագրի տալու առումով, որը առեսօր էլի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար մեկ խնդիր է դարձել։ Եվ այս համատեքստում
իրեն չկալանավորելը դիտարկվում էր գործարք Ռուսաստանի հետ կամ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքական կամք ունենալու թուլություն։ Վարչապետը այդ վկայակոչեց կամ այդ մեղադրանքը փորձեց տանել դատական համակարգի անկատարության վրա, ասաց, որ նրանք առանց փողով այդ խնդիրները չէին անելու, ընդ որում այդ դատական համակարգը այսօր էլ նույնն է, հիմա Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի ու կմնա, թե էլի խնդիր կառաջանա այդ դատական համակարգը բաց կթողնի, այս հարցին պատասխանելը բարդ է, չնայած այն մեղադրանքները, ինչը ներկայացվել էին եւ ինչը արդեն տեսաֆիլմ էր սարքած, որ հատ առ հատ ասում էր, թե, չգիտեմ, Toyota Service-ից սկսած մինչև տարբեր առողջարաններ Սևանի ափույն եւ այլ, իսկ ես այդ առողջարանում եղել եմ, դա ահռելի կոմպլեքս է, եղբայրս էլ են որպես պաշտպանության նախարար այնտեղ 3 քարից սարքած մեծ առանձնատներ կան, 2 հարկանի, բացի ընդհանուր մեծ համալիրը, նաեւ Սևանի լավագույն ափն է այդտեղ ու այդ գները ծիծաղելի են Ծիծաղելի են ուղղակի, այդ գնով ով ասես Հայաստանում այդ կապուտակ Սևանը կառներ, ով ասես, ցանկացած մարդ վար կվերցներ կառներ ու միանգամից այդ գումարը կաներ։ Եվ այս համատեքստում, տեսեք, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը տաներ 12 ամիս առաջ, անցած տարի այս ժամանակ օգոստոսին, ես այս թեման այդ ժամանակ եմ խոսել, որ Ռոբերտ Քոչարյանի գոյությունը քաղաքական դաշտում Հայաստանի ինքնիշխանության դեմ է եւ հանրային պահանջարկ կա։ Մենք կունենայինք ընտրություններում լրիվ ուրիշ իրավիճակ։ Մենք այսօր կունենայինք լրիվ այլ ազգային ժողով։ Այդ մնաց եկավ հիմա հասավ, մի ասում եմ, վայ Ռուսաստան, Պուտին եւ այլն։ Այդ Ռուսաստան, Պուտին եւ այլին նայելով էր իմ կարծիքով, որ այս խնդիրը թողվեց հասավ մինչեւ հիմա, ու հիմա տեսնում եմ, որ չէ, Պուտինը խնդիրը դրել է մինչեւ սեպտեմբերի վերջ ու ուզում է, որ Հայաստանը կոնկրետ ասի կամ այստեղ է, կամ այնտեղ ասում են, չէ, մենք այնտեղ ենք։ Եվ այս մոտեցումը ապրելու իրավունք ունի, այո։ Ռուսաստանը ճնշել է եւ փորձել է իր ազդեցության տակ եղած քաղաքական գործիչներին այստեղ պաշտպանել։ Ակնհայտ էր, չէ՞ որ Պուտինը Հայաստան գալուց հետո այցելեց Բելա Քոչարյանին։ Այդ ցույց էր տալիս, որ ես այս ընտանիքի հետ եմ։ Այստեղ խնդիրներ լինելու պարագայում դու խնդիրներ կունենաս։ Ակնհայտ է, որ այս քաղաքական ուժերն են, որ պահանջել են իմ կարծիքով Ռուսաստանի նախագահից, որ Հայաստանում ապրանքների վրա պատժամիջոցներ սահմանի ներառյալ գազի վրա, որպեսզի այստեղ իրենք կարողանան իշխանափոխություն անել, որտեղ հայ ժողովուրդը հակառակ դեպքում մինչև գրպանին չկպնես, իրենց վերաբերմունքը հայ մարդուն փողոց դուրս եկողը չի։ Այս մոտեցումների վրա է այս քաղաքական ուժերի դիրքորոշումը։ Իրենք ազգային ժողովուրդ խոսում են ժողովրդավարությունից, խոսում են ժողովրդի կամքից, ժողովրդի սրտից, ժողովրդի եղածը պահելուց, դուք ժողովրդին ապրանք եք գնահատել։ Դուք այդ իրավունքը չունեք, դուք խոսելու իրավունք ընդհանրապես չունեք, դուք այդ ազգային ժողովուրդ չպետք է լինեք։ Ձեր տեղը Եդինի Ռասիայի կազմում է։ Գնացեք այնտեղ առաջադրվեք, վարչապետ դառեք։ Այս է այդ կուսակցությունների հեռանկարը։ Իսկ Հայաստանի իշխանությունները պիտի հետևություն անեն այս ամեն ինչից։ Որովհետև այս ամեն ինչը ձգում են փորձելով Ռուսաստանի հետ պահել լավ հարաբերություններ ինչ-որ բան շտկել, բայց տեսնում են, որ այդ մեխանիզմը չի աշխատում։ Իրենք օր-օրի էլ ավելի կոշտացնում են։ Ու պետք է ասել, որ միգուցե կամ երևի դիմենք, պետք է ուղիղ արդեն դիմել։ Պետք է հիմա ուղիղ դիմել, որտեղ Եվրոմիության անդամակցության առումով, եթե դուք դիմում եք, Եվրոմիությունը անդամակցության կարգավիճակի հնարավորություն մեր համար կստեղծի շատ ավելի կարճ ժամանակ, որտեղ երբ որ դու դիմում ես, ինքը արագ օգտում է քեզ, որ դու այդ չափանիշներին բավարարես եւ դու կարգավիճակ ես ստանում։ Պարոն Սարգսյան, բայց այստեղ մեկ նյուանսի էլ եմ ուզում ուշադրություն դարձնենք, դուք տեսեք, ասացիք, որ 1999 թվականին էլ այնիշ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի հետ, դա կապված էր նրա հետ, որ Հայաստանը փորձում էր դառնալ ինքնիշխան։
կամ ավելի ինքնիշխան։ Մենք ունեցել ենք 1999 թվականի հոկտեմբերի 27 եւ չմոռանանք նաեւ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, երբ Հայաստանը մեկ գիշերում որոշում ընդունեց եւ անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը։ Հիմա հասկանանք, արդյոք հիմա այդ վտանգները չկան, արդյոք հիմա այդ սպառնալիքները չկան Հայաստանի վրա արկախված, որովհետեւ նույն խնդիրն է դրված, Հայաստանը ուզում է դառնալ ինքնիշխան, ինչպես վարչապետը ազգային ժողովում հայտարարեց, մոնետիկային պետությունից փորձում ենք շանս ունի դառնալ ինքնիշխան պետություն, հիմա փորձում ենք դառնալ ինքնիշխան։ Այդ ճանապարհին ինչ կարող է լինել։ Վտանգը Նիկոլ Փաշինյանի մասով միանշանակ կա։ Եվ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո անվտանգության առումով վտանգը այդ միջազգային բառը օգտագործեմ մի level բարձրացավ։ Իսկապես բարձրացավ եւ խորհուրդ տան վարչապետին անվտանգության նկատմամբ ավելի ուշադիր լինել, չկամարել փողոցներում եւ այլ, չգիտեմ, վարչաֆիեսներում շատ զգուշ լինել կամ խուսափել նման բաներից, որտեղ աչքը տեսածից է վախենում։ Ռուսաստանը ունակ է ամեն ինչ։ Ռուսաստանն այսօր հիշեցնում է կատաղած կենթանուն, ում սիմվոլը դարձրել է Եդինի Ռոսիայի սիմվոլ, եւ Ուկրաինայում այդ ունեցած այս վերջին շրջանի տարբեր չափանիշներով գրանցվող պարտությունների կամ հետընթացի համատեքստում ինչ որտեղ փոքր հաղթանակ է ուզում։ Այդ փոքր հաղթանակը ընտրություններից առաջ է ուզում, իսկ Ռուսաստանի նախագահը խորհրդարանական ընտրություններին վերաբերվում է ինչպես իր սեփական ընտրությունները։ Այդ ակնհայտ երևում էր թե Եդինի Ռոսիայի իր ելույթից, թե մարզեր այցելելուց, այնտեղ նախընտրական քարոզներ անելուց, այսինքն ինքն էլ է ելել նախընտրական քարոզի, եւ այդ հաղթանակը, փոքր հաղթանակը ուզում է ունենալ ու ինքը այն հույսով է, որ այս ճնշումները մեծացնելով Հայաստանը հետ քայլ կան։ Ես ստեղ ասում եմ ողջունել եւ վարչապետի հետ քայլը, որ հետ քայլ չի անում եւ այդ առումով մաքսիմալ աջակցելու ենք մենք եւ ես կարծում եմ եվրոպական միության անդամակցության գաղափարախոսությունը գրող բոլոր քաղաքական ուժեր, անհատները, քաղաքվերլուծաբանները այս առումով օժանդակելու են թե հանրության հետ շփումների առումով, թե ունեցած սեփական կապերի առումով, դիվանագետների հետ շփումների առումով գործող իշխանության այս մոտեցումը։ Ես ասում եմ, եթե այս մոտեցումը ավելի շուտ լիներ, մենք չենք ունենա այս խորհրդարանը։ Եթե Սամվել Կարապետյանին արգելվեր ուղակի կուսակցություն հիմնելը, չգրանցվեր այդ կուսակցությունը, թույլ չտրվեր, որ իրանք քվեարկեին, մենք չէինք ունենա այս վիճակը, ու այս արգելանքներն էլ չէր լինի, ու վարչապետն էլ այդ քայլերը Հայաստանի ինքնիշխանության կաներ ավելի զգուշ։ Ես միշտ ասել եմ, որ երկու աթոռի վրա նստելը հասնում է մի իրավիճակի, որ դառնում է ավելի վտանգավոր։ Ու այսօր հասել ենք այդ դրան, որ մեր առաջ դրվել է հստակ խնդիր։ Այս ժամկետի մեջ արեք հանրաքվե, ինչը անհեթեթ է։ Օրինակ Ադրբեջանը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացրել, ԵԱՏՄ անդամ էլ չի։ Ոչ մի հանրաքվել իրեն պետք չի։ Իսկ ով է ասում, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո պարտադիր Եվրամիության անդամ է դառնալու ու պիտի, երբ որ կուզենա դառնալ, այդ ժամանակ էլ հանրաքվե կանի սահմանադրությամբ նշված պահանջ է։ Ավելին, մեր կուսակցությունն ասում է, որ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության հանրաքվեին կմասնակցի, այո կասի, եթե այդ սահմանադրությունում ամրագրվի, որ Հայաստանը իրեն տեսնում է եվրոպական զարգացած ընտանիքում, դա արդեն ֆիքսվի որպես ուղենիշ։ Այդ կլինի այն հանրաքվեն, ինչ պիտի առանձին արվեր։ Այսինքն Հայաստանի Հանրապետության սահմանադրության հանրաքվեում միանգամից ներառվի Եվրոմիության անդամակցության խնդիրը, այնպես ինչպես Վրաստանում է։ Ու այդ դեպքում էր, որ Վրաստանը այս ազատ վիզային ռեժիմի հնարավորություն ստացավ։ Ու այսօր Վրաստանը ազատ վիզային ռեժիմի հնարավորություն ունի։ Վրացի քաղաքացիները հանգիստ կարողանում են 9 ամիս գնալ աշխարհի եվրոպական ցանկացած երկիր մանգարու գալ, եւ նաեւ Վրաստանում կա աշխատանքային պայմանագրերով Եվրոպայում աշխատելու հնարավորություն, որոնց ինչքան էլ զարմանալի է, Չեխիայում կազմակերպում են հայերը այդ աշխատանքային խմբերին։ Եվ երազում են այդ խմբերը, որոնք նաեւ իմ կուրսեցիներ կան այդտեղ, որ վերջապես Հայաստանի համար էլ դառնա եւ իրենք հայ շինարարներին կարողանան տանել Չեխիա, որտեղ վրացի շինարարները այդքան էլ լավը չեն, թող ինձ ներեն վրացիները այդ առումով։
Այս համատեքստում ես գտնում եմ, որ Հայաստանի առաջ համար 1 վտանգը, ինչը մեր աչքը տեսել է 99-ի տերորիստական ակտն է, ինչը Ռուսաստանի պարագայում բացառված չի, չնայած Այս այն դեպքն է, որ եթե հանկարծ այդպիսի բան անեն, մեր ժողովուրդը միանշանակ գալու են եզրակացության, որ դա արել են ռուսները, որ արգելափակեցին ապրանքները եւ այլը չստացվեց, տեսան Հայաստանը հետ չի դառնում, գնացին տերորիստական ակտի եւ Ռուսաստանի վիճակը դրանից էլ ավելի է վատանալու, ինչպես հիմա, որ նման պայմաններ են դնում, բայց Ռուսաստանը անկանխատեսելի երկիր է։ Ռուսաստանի ՖՍԲ-ն չգիտի թե Գեռեոնն ինչ է որոշել ու ինչ է անում, ու շատ դեպքերում իրանք իրար դեմ պայքարում են, ու անգամ իրար դեմ պայքարի համատեքստում իրենք կարող են նման բաներ անել, հետո էլ Հայաստանում միանշանակ կհայտնվեն քաղաքական գործիչներ, ովքեր կասեն, դե վրեժխնդրության խնդիր էր, այդ ուչաստկովի գործ է, այդ չգիտեմ, Ռուսաստանը կապ չունի Ռոբերտ Քոչյանի թևներ կամ ինչ որ օլիգարխեր ու մոնեզերկում էին, նա է պատվիրել ինչ Ռուսաստան, ինչ բան, ձեզանից բաներ մի հորինեք, այս կարգի բաներ ասողի պակաս չի լինի ու չի եղել անգամ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության, չգիտեմ, քաղաքական սրբության սրբոցում ազգային ժողովում այդքան մարդ սպանվեց։ Պարոն Սարգսյան, վերջում շատ կարճ, ես ճիշտ եմ հասկանում, որ այնուամենայնիվ Ռուսաստանը գնալու է միջև վերջ այն քաղաքականությունը, որ որդեգրել է, նկատի ունեմ սանկցիաները, ճնշումները, քաղաքական առումով, տնտեսական առումով։ Հայաստանն էլ հետ քայլ չի անելու այն ճանապարհից, այն ուղուց, որ ընտրել է եւ այդ ուղին է միայն, որ Հայաստանին տանում է դեպի ինքնիշխանություն։ Բացի անեքսիայից Ռուսաստանը ամեն ինչ անելու է։ Անեքսիա չի լինելու, որտեղ մեր բախտը բերել է, որ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենք, եւ երկրորդ որևէ պատրվակ չունի Ռուսաստանը Հայաստանին անեքսիայի ենթարկելու։ Հայաստանում ռուսներ չեն ապրում, որոնք բողոքեն իրենց վիճակից Հայաստանում ինքն էլ գա դենացիֆիկացիա անելու։ Բայց այդ համատեքստում ներողություն եմ խնդրում, Ալեն Սիմոնյանի վերջին հարցազրույցում, դոշտ հեռուստաընկերության տված հարցազրույցում Սիմոնյանը ասում է, որ իրենք պատրաստ են Ռուսաստանի սպասվող մոբիլիզացիայից այնտեղից ներգաղթող ռուսներին ընդունել Հայաստանում սիրով, բայց սա ազգային անվտանգության խնդիր չի կարող դառնալ ինչ-որ պահի, երբ նրանց քանակը շատ մեծ է։ Ոչ, դրանից մի օր առաջ էլ ես իմ հարցազրույցում ասել եմ, որ եւ կոչ եմ արել հայ բնակչությանը, որ լավ վերաբերվեն Ռուսաստանից Հայաստան եկող այդ ներգաղթալներին, որտեղ մենք ինքներս էլ գաղթ տեսել ենք, բռնի տեղահանություն ենք տեսել, որ այն մարդիկ, ովքեր որ գալիս են, դրանք են գյուղում տրակտոր վարողները չեն, ես ինքս եմ օդանավակայանում տեսել, դրանք հիմնականում քաղաքային վայրերի բնակիչներ են, հակուկապից այդ ամեն ինչը երևում է եւ իրենց հետ կարող են լուրջ պոտենցիալ բերել եւ այդ մարդիկ ինչի են գալիս այստեղ, իրենք պատերազմի վախից չի որ գալիս են, ազատության, բիզնես գործնեության սահմանափակությունն է այն պատճառը, որով իրենք չեն կարողանում իրենց արտաքին բիզնեսները, արտաքին աշխարհի հետ կապված բիզնեսները Ռուսաստանում շարունակել, ստիպված տեղափոխվում են այնպիսի երկրներ, որտեղ այդ հնարավորությունը կա, իսկ դա Հայաստանի տնտեսությանը միանշանակ օգուտ կլինի, հետագա Ռուսաստանի համար էլ դա լավագույն կապերը կլինի, որտեղ Պուտինը հավերժ չի, Պուտինի իշխանությունն էլ հավերժ չի, ռուսական տնտեսությունը սոսկալի ծանր իրավիճակի մեջ է, Ռուսաստանում վերջի վերջո գալու են ավելի առաջադեմ ուժեր, ընդհանրապես նույնիսկ եթե առաջադեմն էլ չգա, ասենք նույն Ստալինից հետո երբ որ Խրուշչովը եկավ, որոշակի թարմություն բերեց, նույն Գորբաչովը Բրեժնևից հետո երբ որ եկավ, թարմություն բերեց, Պուտինից հետո եկողը մի բան է ուզելու, որ իրենց վրա հանեն պատժամիջոցները, որ Եվրոպայի հետ սահմանները բացվեն, որ ինքը կարողանա գազ, նավթ վաճառել, ու ինքը գնալու է այդ ճանապարհով, ու Հայաստան այսօրվանից պիտի հող նախապատրաստի այդ եկող իշխանությունների հետ լավ հարաբերություններ կազմելու առումով եւ չթաքցնեմ, ես այդ ուղղությամբ աշխատում եմ։ Ես երբեք ռուսաֆոբ չեմ եղել, Ռուսաստանն իմ թշնամին չեմ համարել։ Ես համարում եմ, որ Ռուսաստանի իշխանությունները իրենք այսօր ռուս ժողովրդի թշնամին են, որ Ռուսաստանը ահռելի տերություն է մեր հարևան, որի հետ կարելի է բարեկամի եւ հավասարի կամ մեծ եղբոր կարգավիճակով այդ երկրի հետ աշխատել։ Իսկ այն ինչ որ այսօր տեղի է ունենում Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերություններում, այդ պարտադրանքի քաղաքականություն է, տիրոջ ու վասալի քաղաքականություն է։ Եվ այս քաղաքականության համատեքստում Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կարող հետ քայլ անել, որովհետև օգոստոսի 8-ին ստորագրել են
խաղաղության նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, ստորագրել են TRIP-ը, որը ապահովում է երկաթգծի այդ ճանապարհը, որը չգիտես ինչի դաշնակցական մի падգամավոր հայտարարում էր, որ Թուրքիայի տարածքով 2 անգամ ավել է լոբիստ գերանում թուրքական բիզնեսին։ Եվ ասում էր, որ Ռուսաստանի հետ, երբ որ մենք ասում ենք հետ վերադարձնենք, դրանով վատություն ենք անում Ռուսաստանին։ Իրականում 150-180 կիլոմետր տարբերություն, ավելի կոնկրետ 35 կիլոմետրի մեջ է, երկաթգծում այդ 35 կիլոմետր ընդհանրապես արժեք չունի։ Եվ Հայաստանի երկաթգիծը գոյություն ունի, Թուրքիայինը 10 տարի հետո կլինի, թե չի լինի, դա էլ շատ մեծ հարցական է, բայց իմ համար զարմանալի չի, որ դաշնակցականը սպասարկում է Թուրքիայի եւ Ռուսաստանի շահ։ Դա արդեն նորություն չի, դրանից չեմ զարմանում։ Վարչապետն էլ հստակ ասաց է, որ արդեն 400 միլիոն ներդրող կա։ Եթե ասում եք ով կդնի, ես ասում եմ 400 միլիոնի կա։ Հայաստանը չի կարող այդ հնարավորությունից, աշխարհի հետ կապվելու հնարավորությունից զրկվել։ 2028 թվականը Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության համար որոշիչ տարի է։ Այդ տարում տեղի են ունենալու ընտրություններ։ Եվ այդ ընտրությունների հաղթաթուղթը կարող է լինել այն, որ Թրամփը կարողացել է հասել նրան, որ Կենտրոնական Ասիան կապել է Եվրոպայի հետ։ Իսկ դրա համար ինչ է պակասում։ Ընդամենը 56 կիլոմետր, 45 կիլոմետր Սյունիքում, 1 կիլոմետր Երասխում, 10 կիլոմետր Ախուրիկում։ Ընդամենը Թուրքիայի երկաթգիծը 10 տարի հետո է։ Իրենց հիմա է պետք, որ գնացքը Ակետից դուրս գա հասնի Ակետ, Ալմաթիից հասնի Աթենք։ Եվ ես հույս ունեմ, որ 2028 թվականին ամառվա հանգիստը, եթե դուք հանգիստ գնալու լինեք, այստեղ Երևանի երկաթգծի կայարանից նստեք գնաց կուիչնեք Աթենքում։ Ու այդ կլինի հրաշալի։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, նաև ցանկության համար։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր, կհանդիպենք։